Արդեն Քրիստոս առաջ 331 թվականի հոկտեմբերի 1-ին Գավգամելայի ճակատամարտի առիթով հիշատակվում է Հայաստանի սատրապ Երվանդ III-ը։ Ուշագրավ է, որ տեղեկությունները, որ ստացվում են Գավգամելայի ճակատամարտում հայերի մասնակցության մասին, մենք ստանում ենք հունական պատմագրության միջոցով։ Մասնավորապես հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացու զորավարները շարադրել են դեպքերը եւ այնուամենայնիվ նրանց աշխատությունները մեզ չեն հասել։ Սակայն միջնորդավորված այլ հեղինակների տեքստերի միջոցով մենք ստանում ենք պատկեր։ Օրինակ, հույն աշխարհագետ Ստրաբոնը հաղորդում է երկու հեղինակներից Ալեքսանդր Մակեդոնացու երկու հեղինակներից քաղված տեղեկությունների մասին, այլ հեղինակներ եւս նշում են միջնորդավորված տեղեկությունների մասին։ Եվ այս տեղեկությունների հիման վրա մենք ստանում ենք պատկեր այդ ժամանակաշրջանի, մասնավորապես հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացու զորքի ձախ թևում պարմենիոն զորավարներ, ամենափորձառու զորավարներից մեկը, որ դեռևս նրա հոր Ֆիլիպի ժամանակներից մակեդոնական բանակն առաջնորդող զորահրամանատարներից էր, եւ իհարկե նրա դիմաց կանգնած էր Աքեմենյան բանակի աջ թևը, որտեղ մարտնչում էին մեծ հայքի, փոքր հայքի եւ Կապադոկիայի ուժերը, եւ նրանց առաջնորդում էր Երվանդ սատրապը, Երվանդ III-ը, որին Օրոնտաս անունով էին հունական աղբյուրները հիշատակում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։